Կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը իր գործընկերոջ, կոմպոզիտոր, հմուտ խմբավար, մեծ մանկավարժ եւ հասարակական գործիչ Մակար Եկմալյանի մասին գրել է. «Մի գեղեցիկ առավոտ էր, երբ նա թողեց իր ծննդավայրը եւ անհետացավ։ Այդ օրից անցան երկար տարիներ, բայց նա չկար։ Մի օր էլ տեսանք Մակար Եկմալյանին գունատ, մաշված, դեմքը ջղային, հայացքը մոլոր, կանգնած էր մեր մեջ եւ ինչ-որ անծանոթ, անհասկանալի ձայներ էր շշնջում մեր բութ ականջին։ Ով էր Մակար Եկմալյանը, ուր անհետացավ, ինչպես կրկին հայտնվեց եւ ինչ ձայներ շշնջաց մեր բոլորի բութ ականջին, կպատմեմ քիչ անց, իսկ այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ալիքին բաժանորդագրվելու, տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու եւ Ալիքին նյութապես աջակցելու համար։ Իսկ թե ինչպես աջակցել, ամեն ինչ գրված է տեսանյութի ներքևում։ Իդեպ հունվար ամսվա ընթացքում Ալիքին նյութապես աջակցել են Հեղինե Հովհաննիսյանը, Սուսաննա Պետրոսյանը, Հրաչյա Հայենցը, Արաքստեր Հովհաննիսյանը, Վարուժան Մարգարյանը եւ Ռուբեն Խալաֆյանը։ Հիշեցնեմ, որ Ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական եւ նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ եւ շատ զգացված։ Եվ այսպես Մակար Եկմալյան 1856 թվականին նոր տոմարով փետրվարի 2-ին վաղաշաբաթում ծնված Մակար Եկմալյանի գերդաստանը խուսափելով կոտորածից Ալաշկերտի Եկմալ գյուղի ավերումից հետո ապաստանել էր վաղարշաբաթում։ Մակարի հայրը, ինչպես վաղարշաբաթցիներն էին նրան անվանում Եկմալի Գրիգորը, չարքաշ աշխատանքով տունտեղ ընտանիք էր ստեղծել եւ 3 երեխա ունեցել՝ 2 տղա ու մի աղջիկ։ Մակարը տան կրտսեր որդին էր։ Քնքուշ ձայնով երասկոտ մի երեխա, որը առանց դպրոց գնալու գրել-կարդալ էր սովորել ու քանի որ լավ երգում էր, դարձել էր գյուղի եկեղեցու փոխասացը։ Դա մինչև 9 տարեկան է։ Իսկ 9-ում Եկմալյանը ընդունվում է Էջմիածնի ժառանգավորած դպրոցը, որտեղ սովորում է 12 տարի։ Որպես երգիչ, տպիր եւ կիսասարկավագ մասնակցելով ամենօրյա ժամասացություններին ու պատարագներին, նա հմտանում է հայ հոգևոր երգեցողության մեջ։ Սակայն Եկմալյանի ունակություններն ու կարողությունը դրսևորվում եւ զարգանում են 1873-ից սկսած, երբ Գևորգ Դ. Կաթողիկոսի հրավերով Պոլսից Էջմիածին է գալիս Նիկողայոս Թաշջյանը։ Կաթողիկոսը հայ երգի ականավոր տեսաբանին պատվիրում է գրի առնել եւ դրանով կորստից ու աղավաղումից փրկել բանավոր պահպանված ազգային հոգևոր երգը, գրի առնել ու տպագրել պատարագը, ժամագիրքն ու շարակնոցը։ Այս ծանր գործը Թաշջյանը 1 տարում իրականացնում է աշակերտների գործուն մասնակցությամբ։ Նրա լավագույն սանն ու օգնականը դառնում է Մակար Եկմալյանը, որը շատ կարճ ժամանակահատվածում կատարելապես տիրապետում է հայկական ձայնագրության սկզբունքներին։ 1 տարի անց, երբ Էջմիածնում բացվում է Գևորգյան ճեմարանը, Մակար Եկմալյանը հրավիրվում է որպես երաժշտության ուսուցիչ։ Այստեղ 3 տարի դասավանդելուց հետո 1877-ին Էջմիածնի սինոդի գործուղմամբ մեկնում է Պետերբուրգ։ Գաբրիել Պատկանյանն իր հիշատակարանում գրում է. Էջմիածնից մի երիտասարդ եկավ Մակար Եկմալյան անունով, որ եկեղեցու ձայնագրության քաջավարժ էր։ Սրբազան սինոդն Էջմիածնի նոր գյուտը հայերեն եկեղեցու ձայնագրության կամենում էր հայոց եկեղեցու մեջ ընդհանրացնել։ Եկմալյանին իր աշխատանքին համարժեք խոստացել էին այնպիսի աշխատավարձ, որով կկարողանար ապրել եւ նաեւ նախապատրաստվել կոնսերվատորիա ընդունվելուն։ Սակայն խոստումներին հակառակ նախ շատ սառն էին ընդունել երիտասարդ երաժշտին, ապա նաեւ որպես աշխատավարձ սահմանել էին չնչին մի գումար, որով ապրել պարզապես հնարավոր չէր։ Այս վիճակին չդիմանալով ճարահատյալ Եկմալյանը որոշել էր դիմել Էջմիածին։ Պահպանվել են Մակար Եկմալյանի Վահրամ եպիսկոպոս Մանկունուն ուղված 6 նամակները, որոնցից 4-ը ուղարկվել է Պետերբուրգից Էջմիածին։ Նամակները պատմում են երաժշտի նյութական ծանր վիճակի ու զրկանքների մասին։ Ես արդեն բավականաչափ սովորած եմ եվրոպական ձայնագրությունը, ափսոս կհամարիմ այսպես թերի թողնել,
Ինձ միայն բավական է մի ձմեռ ևս սովորել, այնուհետև ես վստահ եմ ցույց տալու իմ աշխատանած արդյունքը։ Նոքա խոսք տված են պահել ինձ այստեղ մինչև մայիս ամիսը, այնուհետև ոչ, ես այս բանի համար տարակուսանց մեջ կմաշվիմ։ Եկմալյանի վերջին նամակը լի է տագնապով։ Նա հուսահատված գրում է, թե դասերին մասնակցելու համար պատրաստ է սննդի փողից խնայել 2 օրը մեկ անգամ ճաշելով, սակայն դա բավարարում է միայն գործնական մասը սովորելու, իսկ ձայնականի եւ ձայներ շարադրելու համար կարողությունես վեր է։ 2 օրը մեկ ճաշելով, քաղցած, տարական ապրուստից զրկված, հոգեպես ու բարոյապես մաշված, այնուամենայնիվ 2 տարվա լարված պարապմունքներից հետո 1879-ին Եկմալյանը ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիա։ Հայ հոգևոր իշխանությունների միջնորդությամբ նա դառնում է անվճար ուսանող։ Բարեբախտաբար այս ժամանակ լուծվում է նաև աշխատավարձի հարցը։ Նրան վերջնականը պես ընդունում են մշտական աշխատանքի Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետ խմբավարի պաշտոնում։ Մակար Եկմալյանի համար կոնսերվատորիան փորձությունների մի նոր շղթա էր։ Ռուսաց լեզվի տիրապետումը, արդեն կարծրացած մատներով դաշնամուր նվագելը, արտադասարանական ջութակի պարապմունքները։ Թերևս սրանք հաճելի փորձություններ էին, որոնք Եկմալյանը հաղթարում է սիրով։ Կոնսերվատորիայում նա սովորում է կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի դասարանում։ Եկմալյանի աշխատասիրությունն ու տաղանդը գնահատում են ոչ միայն իր անմիջական ուսուցիչն ու կոնսերվատորիայի ռեկտոր Անտոն Ռուբինշտեյնը, այլ նաև կոնսերվատորիայի իր դասընկերները։ Նրանցից Յազեփ Վիտոլը, որը հետագայում դարձավ Լատվիայի ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկը, խոստովանում է, որ կոնսերվատորիայում իր ունեցած ընդամենը 2 ընկերներից առաջինը համարել է հայ Եկմալյանին։ Վիտոլը հիշում է. Արդեն տարիքավոր Եկմալյանը կոնսերվատորիայում սովորում էր ոչ լիակատար պաշտոնական կարգ։ Էջմիածնի arczepiskopos-ը նրան ուղարկել էր, որպեսզի եվրոպական երաժշտությանը ծանոթանա ու պատրաստվի հոգևոր ճեմարանում երաժշտություն դասավանդելուն։ Մեր շրջապատում Եկմալյանը սպիտակ ագռավ էր, անկեղծ ու բարեսիրտ, ոչ առանց երաժշտական տվյալների, որոնք սակայն վառ արտահայտվում էին ոչ արևմտաեվրոպական երաժշտության առումով։ Իր վանքի ապագա ռեգենտը իր հայրենիքում դասավանդվել էր 1/3 տոներ ունեցող երաժշտությամբ, այդպես էր երգում նա հայկական երգերը, այդպիսին էր տոների բաժանումը նաև նրա ժողովրդական նվագարանների վրա, եւ պետք է վկայեմ միայն այն օրերի համար դա հնչում էր շատ ընդունելի, նույնիսկ գրավիչ։ Մենք հաճույքով ունկնդրում էինք նրա թառի նվագը, բայց այդ լարվածքը ձայնով արտաբերելը մեզ համար դժվար էր։ Չնայած բոլոր դժվարություններին, Մակար Եկմալյանը բարձր գնահատականներով ավարտում է կոնսերվատորիան, ստանալով ազատ գեղարվեստագետի դիպլոմ։ Նա, ակտիվ ներգրավվելով պետերբուրգյան երաժշտական կյանքին, սկսում է իր ինքնուրույն գործունեությունը։ Եկեղեցու երգչախմբի հետ աշխատանքին զուգահեռ նա մասնակցում է Պետերբուրգի առաջադեմ հայ երիտասարդների հետ հանդիպումներին։ Կարիքավոր հայ ուսանողներին օգնելու նպատակով 1889-ին Եկմալյանը կազմակերպում է տարեմուտի երեկո, որը տեղի է ունենում ոչ ավել, ոչ պակաս Մարինյան թատրոնում։ Մարինյանի բեմում հանդես են գալիս այդ պահին ուսանողներ, բայց հետագայում հայտնի դարձած տաղանդավոր հայ երգչուհիներ Մագդալինա Գենջյանը եւ Նադեժդա Պապայանը։ Երեկոյի գլխավոր ու տպավորիչ հատվածն ապահովում է Մակար Եկմալյանը։ Նրա ղեկավարությամբ Մարինյան թատրոնի արտիստներից կազմված արական երգչախումբը կատարում է հայ ժողովրդական երգերի շարը, որը կոնսերվատորիան ավարտելուց հետո Եկմալյանի առաջին ավարտված աշխատանքն էր եւ Եկմալյան կոմպոզիտորի մասին ազդարարող առաջին լուրը։ Թիֆլիսում լույս տեսնող մշակթերթն այս մասին գրում է. Կոնսերվատորիայի դասընթացն ավարտելուց հետո Եկմալյանն այժմ զբաղված է արևելյան, մանավանդ հայոց ժողովրդական երգը եւ երաժշտությունը եվրոպականի փոխադրելով մայրաքաղաքի երաժշտանոցի հանձնարարությամբ։ Եկմալյանը այս ամենից զատ զբաղված էր նաև մի կարևոր գործով։ Հենց Պետերբուրգում է նա նախաձեռնում եւ գրեթե ավարտում
Պատարագի հնավանդ երգերի բազմաձայնումն ու դրանք խմբերգային երգի վերածումը։ Մակար Եկմալյանի կենսագիր Նիկողոս Թահմիզյանն այս մասին գրում է. Փորձնական բազմաթիվ կատարումների, այլևայլ սրբագրությունների, ճշգրտումների, վերանայումների և փոփոխությունների բովից անցկացնելով, Եկմալյանն աստիճանաբար այնպես է հղկում պատարագի եռաձայն դաշնավորումն ու երգեցողությունը, որ Պետերբուրգի հայկական եկեղեցում ինքնաբերաբար պահանջ է ծագում կատարել այն կիրակնօրյա պատարագների ժամանակ։ Մակար Եկմալյանը 13 տարի Պետերբուրգում ապրելուց ու ստեղծագործելուց հետո 1891-ի Ներսիսյան դպրոցում երաժշտության ուսուցիչ և երգեցիկ խմբի ղեկավար դառնալու հրավեր է ստանում։ Քիչ թե շատ ճանաչում ունեցող կոմպոզիտորը, որը արդեն գրեթե ավարտել էր պատարագի եռաձայն մշակումը, Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Անտոն Ռուբինշտեյնի և կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու գրավոր երաշխավորագրերը ձեռքին մեկնում է Թիֆլիս։ Այստեղ կրկին նրան սպասում էին փորձություններ, պայքար սեփական սկզբունքների համար, քաղաքենիական բութ միջավայրում արվեստի ու մշակույթի տարածման համառ փորձեր, տքնաջան աշխատանք ու դրանից աստիճանաբար հյուծվող առողջություն։ Մակար Եկմալյանը Ներսիսյան դպրոցում աշխատում է 12 տարի։ Նա այդ ընթացքում իրականացնում է գրեթե անհնարինը։ Եկմալյանը երաժշտության ուսուցումը սկսում է եվրոպական ձայնագրության հիմունքների դասավանդումից։ Նրա պահանջով երաժշտության դասերը բոլոր դասարաններում դառնում են պարտադիր, շաբաթական 2 ժամ։ Հիմնովին վերակազմում ու մեծացնում է դպրոցական արական երգեցիկ խումբը, իսկ պարապմունքների տևողությունը հասցնում է շաբաթական 6 ժամի։ Ներսիսյանի սաները մեծ սիրով ու ջանասիրությամբ մասնակցում են երգեցիկ խմբի փորձերին, նրանք հատուկ ոգևորությամբ են ընդունում եռաձայն պատարագի յուրացման ընթացքը, որից հետո Եկմալյանը եկեղեցուն առաջարկում է Մայր տաճարում կատարել եռաձայն պատարագը։ Վրաստանի հայոց թեմակալ առաջնորդ Գևորգ arczepiskopos Ուրենյանցը ողջամտորեն թույլատրում է այն կատարել, թեև բազմաձայնությունն այն ժամանակ հայոց եկեղեցիներում դեռևս պաշտոնապես ընդունված չէր։ Եկմալյանը երկար ու տքնաջան աշխատանք է կատարում և ունկնդրին և իր սաներին նախապատրաստելու համար։ Նա աստիճանաբար է ընդարձակում բազմաձայն կատարողական երգերի շրջանը, սկսելով ամենամատչելի և գրավիչ 2-3 կտորներից։ Ի դեպ, Մակար Եկմալյանի մանկավարժական մեծ տաղանդի մասին են խոսում նրա տարբեր տարիների սաների հնչեղ անունները՝ Տիգրան Նալբանդյան, Արմենակ Շահմուրադյան, Շառատալյան, Մուշեղաղայան, Արամ Տեր-Հովհաննիսյան, Կոմիտաս։ Բայց որքան էլ որ հրաշալի ու բեղուն էր Եկմալյանի գործունեությունը Ներսիսյան դպրոցում, նույնքան անհաջող ու ինտրիգներով լի եղավ նրա մուտքը ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունք, որի տնօրինությունը Եկմալյանին մանկավարժական աշխատանքի հրավիրեց 1893-ին, այնուհետև նույն տարին նրան ընտրեցին տեսուչ, ապա նաև հանձնարարվեց ուսումնական տնօրենի պաշտոնակատարի աշխատանքը։ Սրան զուգահեռ Եկմալյանը դասավանդում էր կոնտրապունկտ, գործիքավորում և երաժշտության ընդհանուր պատմություն։ Ըստ վավերագրերի, նրա ղեկավարության շրջանում ուսումնական գործը ընթացել է գերազանցու փայլուն, սակայն մեկ տարի անց 1894-ին Եկմալյանին ազատում են աշխատանքից։ Ըստ պատմագիրների, պատճառը Եկմալյանի և տնօրինության անդամների միջև ծագած տարաձայնություններն էին։ Բնականաբար կրթված, զարգացած մասնագետը, որը իր գոյությամբ, սկզբունքներով ու հաջողություններով ստվերում էր մյուսներին, չէր կարող սահուն ու հարթ շարունակել աշխատել միջակությունների շրջանում։ Եկմալյանի դեմ իրականացվող անարդարություններին ու հալածանքներին անդրադառնում է նույնիսկ Թիֆլիսի հայկական ու ռուսական մամուլը, հոդվածներով փորձում են բացահայտել ու դեմ գնալ տնօրինության անարդարացի որոշումներին։ Սակայն կարճ ժամանակ անց մարում է այս թեման, նույնիսկ մոռացվում, քանի որ մամուլը Եկմալյանի հետ կապված քննարկելու նոր ու առավել հետաքրքիր վառ ու լուսավոր նյութ է գտնում։ Նոր նյութն ու թեման պատարագն էր։ Վիրավորված ինքնասիրությամբ, խոցված ու խաթարված հոգով Մակար Եկմալյանը հափշտակվում ու տարվում է պատարագի քառաձայն ներդաշնակության
աշխատանքներով, որոնք բավական արագ են ընթանում, քանի որ հիմքը եռաձայն մշակումը ձեռքի տակ կար արդեն։ Այնքան արագ, որ կարճ ժամանակ անց պատրաստ նա մեկնում է Պետերբուրգ պատարագը պալատական կապելայի և կոնսերվատորիայի գեղարվեստական խորհուրդների դատին հանձնելու։ Պետերբուրգից Եկմալյանը վերադառնում է քաջալերված, երկու խորհուրդներն էլ բարձր գնահատելով ներդաշնակյալ պատարագի գեղարվեստական արժանինքները, տալիս են իրենց կարծիքը հաստատող պաշտոնական վկայագրերի տեսքով։ Թիֆլիս վերադառնալուց հետո Վրաստանի հայոց թեմակալ առաջնորդ Գևորգ arczepiskopos Սուրենյանցի հովանավորությամբ ու աջակցությամբ եկեղեցում կատարում են Մակար Եկմալյանի մշակած քարաձայն պատարագը, որին ներկա է լինում հայոց վեհափառ Մկրտիչ Աղվանեցին, նույն ինքը Խրիմյան հայրիկը։ Գնահատելով Եկմալյանի կատարած աշխատանքը, կաթողիկոսը 1895 թվականի հունիսի 7-ին հրապարակում է իր կոնդակը, որով հայոց եկեղեցին պաշտոնապես ընդունում է նոր մշակած պատարագը, թույլատրում բազմաձայն պատարագի կատարումն ու դրա տպագրությունը։ Պատարագը տպագրվում է Ներսիսյան դպրոցի տեսուչ Ստեփան Մալխասյանցի խմբագրությամբ, խոսքային հատվածը շարվում է Վիեննայի Մխիթարյանների տպարանում, իսկ ամբողջությամբ տպագրությունն իրականացնում է Լայպցիգի Breitkopf und Härtel նշանավոր հրատարակչությունը։ Տպագրական բարձր որակով հայերեն ու ֆրանսերեն առաջաբանով և ֆրանսերեն հավաքական տեքստով պատարագը 1896-ին տպագրվում է Թիֆլիսահայ մեկենաս Գրիգոր Մեղվինյանի նյութական աջակցությամբ։ Սա իրոք մեծ իրադարձություն է դառնում ոչ միայն եկեղեցու, այլ նաև սովորական մարդկանց կյանքում։ Ըստ ականատեսների անկախ ազգությունից հայ, ռուս, վրացի բոլոր կողմերից կիրակի և տոն օրերին խմբերով գնում են Թիֆլիսի հայկական եկեղեցի ներդաշնակյալ պատարագը լսելու։ Բնականաբար այս երևույթի հանդեպ չէր կարող անտարբեր մնալ մամուլը, որը կողմ և դեմ բազմաթիվ հոդվածներ է տպագրում այս մասին։ Սակայն ամենամեծ անակնկալը Եկմալյանի համար դառնում է Կոմիտասի 1898-ին Արարատ հանդեսում տպագրված «Երգեցողությունը Սրբո պատարագի ներդաշնակյալ իձեռն Մակար Եկմալյան» հոդվածը, որտեղ Կոմիտասը բարձր գնահատելով Եկմալյանի պատարագը գրում է. «Հարգելի երաժիշտ պարոն Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց։ Սրտանց ուրախ ենք, որ հայերս էլ կարող ենք պարծենալ, թե մենք էլ հետ չենք մնացել գեղարվեստի և կատարելագույն երաժշտության զարգացումից»։ Բայց սրա հետ մեկտեղ Կոմիտասը որոշում է մի շարք դիտողություններ ու քննադատական մտքեր արտահայտել։ Ըստ երաժշտագետ Ռոբերտ Աթայանի, ուսանող Կոմիտասի այս հոդվածը կրում է որոշ տապողականության կնիք։ Բավական է ասել, որ հոդվածի բնագրում եղել են վրիպակներ, որոնք հեղինակը հավանաբար ժամանակ չի գտել նկատելու և ուղղելու։ Կարծես մի ժխտական դիրք գրավելով նա սկսել է պատարագում աջ ու ձախ թերություններ բացահայտել, չնկատելով, որ երբեմն իմի է խառնում մանրն ու խոշորը, կարևորն ու անկարևորը, վիճելին ու անվիճելին և դեռ մեկ-մեկ էլ դիմում է ուսուցողական տոնի։ Այս հոդվածը չափազանց վշտացրել է Եկմալյանին և նա էլ հունից դուրս գալով նույն հանդեսում խիստ մի պատասխան հոդված է գրել։ Կոմիտասի հոդվածը Եկմալյանը ծանր է տարել պարզ մի պատճառով. ամենացավոտը ու աններելին սիրելի և մտերիմ մարդկանցից ստացած հարվածներն են։ Սա ոչ միայն ցավալի, այլ նաև զարմանալի էր, քանի որ այս հոդվածից 3 տարի առաջ 1895-ի աշնանը, երբ Էջմիածնում ծագում է Կոմիտասին ուսման համար Բեռլին ուղարկելու գաղափարը, որոշում են, որ արտերկրից առաջ նա նախնական մասնագիտական կրթություն պիտի ստանա։ Եվ ահա Թիֆլիսում տեղի է ունենում Եկմալյան Կոմիտաս հանդիպումն ու նրանց հետագա դասընթացները, ինչի մասին նույն տարվա հոկտեմբերի 30-ին Գևորգյան ճեմարանի տեսուչ Կոստանյանին ուղղված նամակում Կոմիտասը գրել է. «Մեծապատիվ պարոն Կարապետ Կոստանյան, ես արդեն սկսել եմ կանոնավոր պարապմունք։ Բնակվում եմ Սուրբ Սարգսում Հայր Համազասպի մոտ, ապրուստս շատ լավ է, ամբողջ օրը տանն եմ լինում և քաղաք եմ իջնում միայն դասեր առնելու համար։ Առ այսօր սովորում եմ պարոն Մակար Եկմալյանի մոտ, ձրիաբար, երաժշտության ներդաշնակության տեսությունը և գործադրությունը, որը լրապես կամբողջացնեմ մինչև մայիս ամսի վերջը։
Մինչև հունվար զբաղմունքս կլինի բացառապես ներդաշնակության գործնական և տեսական մասը, իսկ հետո նվագածությունից այնքան, որքան անհրաժեշտ կլինի ներդաշնակության և երգեցողության համար, և երգեցողություն, որն այնքան ժամանակ չպետք է խլե ինձնից։ Հաճախում եմ նաև Ներսիսյան դպրոցի խմբական երգեցողության ժամերին, որ ամեն օր կա, հմտանուം ղեկավարության ձևին ձայն կրթելու և ամրացնելու խմբի բաժանելու եղանակին։ Խումբը դպրոցում ղեկավարում է ինքը Եկմալյանը։ Կարծում եմ պարզ է, թե ինչու էր հատկապես Կոմիտասի քննադատական հոդվածը դառնացրել Եկմալյանին։ Սրան հաջորդում են Ներսիսյան դպրոցում ծագած տարաձայնությունները, ընտանեկան ու անձնական կյանքի բացակայությունը, քաղքենի հասարակության հետ չմերվելը, նրանց ճաշկերույթներին ու պարապզրույցներին, թղթախաղերին չմասնակցելը։ Այս ամենը բերում են մեկուսացման, միայնության, Եկմալյանը օրեցօր հյուծվում, դյուրաբորբոք, անտրամադիր, ջղային, մռայլ ու լուռ է դառնում, ի վերջո հանձնվելով հիվանդագին մելամաղձոտության։ Այս օրերի մասին Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների դիվանի գործավար Մելիք Ադամյանը գրել է. Տրագիկական էր Եկմալյանի վերջին տարիները, այդ վերջին տարիներում հալածում չարչարում էին Եկմալյանին, որովհետև նա հանդգնում էր փողոցում գլուխ չտալ այն ժամանակվա դպրոցական ուսումնական մասի մեծավոր նախարարներին։ Նրա պաշտոնակիցները հյուրանոցներում ժողովներ կազմելով որոշեցին խզել Եկմալյանի հետ հարաբերությունները, այսինքն չճանաչել նրան այլևս ընկեր և պաշտոնակից։ Էլ չեմ խոսում այն բոթալից անցքի մասին, որ պատահեց նրա հետ մի չորեքշաբթի երեկոյան հոգեբարձական ժողովում դպրոցի երգեցիկ խմբի կառավարչի առթիվ։ Այդ վերջին հարվածն էր։ Ուրբաթ օրը Եկմալյանը արդեն խելագարված եկավ բնակարան։ 1904 թվականի վերջին սաստկանում է Եկմալյանի վիճակը։ Եղբայրը նրան տանում է Էջմիածին, հուսալով, թե հայրենի օդն ու ջուրը կօգնեն կազդուրվել։ Սակայն ոչ միայն օդն ու ջուրը, այլ նաև տարբեր քաղաքների բժիշկներն անզոր են լինում վերականգնելու մեծ երաժշտի խաթարված հոգին։ Հուսահատ եղբայրը նրան կրկին բերում է Թիֆլիս։ Եկմալյանը կարճատև, թափ ու կայուն հոգեվիճակների պահերին միշտ խոսում է երաժշտության մասին, հիշելով իր սիրած կոմպոզիտորների անունները։ Նա ամեն առավոտ որպես սուրբ պարտականություն ջանադրաբար մաքրում է իր սենյակի միակ զարդերը՝ դաշնամուրն ու ջութակը։ Նրան հազվադեպ այցելում են նախկին աշակերտներից ոմանք ու հատուկենտ բարեկամները։ 3 տարվա հոգեկան ծանր այս վիճակից հետո 1905 թվականի մարտի 6-ին մոռացված ու լքված Թիֆլիսում մահանում է մեծատաղանդ կոմպոզիտորը։ Սակավաթիվ մարդկանցով մի անշուք հուղարկավորություն է կատարվում և Եկմալյանին թաղում են Թիֆլիսի Խոջևանքի գերեզմանատանը։ Սրանից որոշ ժամանակ անց հանդիսավոր հոգեհանգիստներ են կազմակերպվում Էջմիածնում, Պետերբուրգում և այլուր։ Համերգներ են կազմակերպվում Եկմալյանի հիշատակին, որոնցից գոյացած գումարով փորձում են մի կարգին շիրմաքար կանգնեցնել գերեզմանին, ինչն ավաղ չի հաջողվում։ Ըստ մշակթերթի 1905 թվականի ապրիլի սկզբներին Կոմիտասը վաղաշաբաթում իր երգեցիկ խմբի աշակերտների հետ միասին գյուղի եկեղեցում հոգեհանգիստ էր կատարել Մակար Եկմալյանի հիշատակին։ Հոգեհանգստի ժամանակ երգել էր քառաձայն երգչախումբը, Հայր Կոմիտասը մի ազդուդ անբանական է ասել, դրվատելով հանգուցյալի արժանավորություններն ու նրա հիմնած գործի նշանակությունը։ Կոմիտասն այս կերպ միգուցե փորձել էր թեկուզ հետմահու հաշտվել իր ուսուցչի հետ։ Մակար Եկմալյանի մահից հետո հարազատները, չգիտակցելով նրա կատարած գործի կարևորությունը, չհասկանալով նրա մեծությունը, նրա թողած ողջ ձեռագրերը իբրև հնոտի, իբրև ավելորդ իր վաճառում են չնչին գումարով, որոնք այդպես էլ հետագայում չեն գտնվում։ Այսօր պահպանվել ու մեզ են հասել միայն Եկմալյանի աշակերտների մոտ մնացած նյութերը, որոնք էլ տարիների ընթացքում մեծ դժվարությամբ հավաքվելով տպագրվեցին 1970-ին միայն։ Այս տարին հոբելյանական է Մակար Եկմալյանի համար, ծննդյան 170-ամյակն է։ Հուսով եմ, որ նրան դեռ բազմիցս կհիշեն տարվա ընթացքում, քանի որ
ինչպես Ռոմանոս Մելիքյանն է ժամանակին գրել, անմահ է Մակար Եկմալյանը, ինչպես անմահ հավիտենական է գեղեցիկը միայն։